Հռոմեական վերնախավը պարզապես խելագարվում էր մետաքսի համար։ Թե տղամարդիկ և թե կանայք կրում էին մետաքս։ Ըստ Պլինիոս Ավագի հաշվարկների, Հռոմը տարեկան ավելի քան 100 միլիոն սեստերց ոսկի ուղարկում էր Արևելք միայն մետաքս, օծանելիք և շքեղության ապրանքներ գնելու համար։ Սա ահավոր առևտրային դեֆիցիտ էր։ Հռոմը բառացիորեն դատարկում էր սեփական ոսկու պաշարները Հնդկաստանի, Պարսկաստանի և Չինաստանի շուկաներ ուղարկելով ոսկի շքեղության պատրանքը պահպանելու համար։ Բանը նրան հասավ, որ Տիբերիոս կայսրը փորձեց միջամտել։ Նա ընդունեց օրենքներ, արգելելով տղամարդկանց մետաքս կրել, պնդելով, որ դա նվաստացնում է տղամարդկությունը և տղամարդուն դարձնում փափկասուն։ Օրենքները զանգվածաբար արհամարհվեցին։ Արևելյան շքեղության հանդեպ հոգեբանական կախվածությունը նվաճել էր հռոմեացիների միտքը, և սա, ինչպես որոշ մասնագետներ պնդում են, դարձավ Հռոմի անկման հիմնարար պատճառներից մեկը։